մեծ կարիքով դիմում եմ քեզ, օգնիր ինձ այս մեծ պայքարում, դու իմ միակույցն ես, իմ ուրախությունն ես, դու իմ Տեր ու Փրկիչ, միայն դու, երբ առաջին սերը աղեր, ով Աստված իմ վերապոխի, դու իմ միակույցն ես, իմ ուրախությունն ես, դու իմ Տեր ու Փրկիչ, միայն դու, Հարկ մեր Տիրոջը, երբ որ խոսում ենք Սուրբ Ծննդյան մասին, շատ հիշվում են տեղը, այն հատվածը, որ Տերը ծնվեց գոմի մսուրի մեջ։ Շատ ենք առնչվում են հարցին, որ երբ որ Տեր Հիսուսը պետքա ծնվեր, ոչ մի դուր չբացվեց նրա առաջ, ոչ մի իջևանատուն չբացվեց նրա համար։ Բոլորը զբաղված են, ամեն մեկը իր հոգսով, խնդրով, հարցերով, բիզնեսով, գործերով, ամեն մեկը մի ինչ-որ միգուցե իր համար շատ արդարացի ինչ-որ պատճառներով չուներ են բաց դուռը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնողների Հովսեփի Մարիամի համար։ Եվ Տիրոջ ծննդյան ուրվականներն էին գոմում եղած անասունները, կովները, արջառները, ոչխարները։ Մտածում եմ, որ Բեթլեհեմը լինելով այդքան փոքր քաղաք եւ Հովսեփն էլ ազգությամբ լինելով Բեթլեհեմից շատ ազգականներ կունենար այդտեղ, բայց նույնիսկ այդ ազգակցական կապն էլ իսկի պատճառ չհանդիսացավ, որ որպես բարեկամ թեկուս ընդունեին իրենց հարազատներին իրենց տան մեջ։ Ոչ էլ Մարիամի կարգավիճակը, այդ հղի վիճակը ինչ-որ մեկին չստիպեց այդ քայլին գնալու։
Այսինքն ոչ մի ձևով, ոչ մի դուր կարծես չէր ուզում բացվել, մի ընդունելության դուր չէր ուզում բացվել Տիրոջ առաջ եւ մեր Տերը հաստացի ծնվեց Գոմի մսուրի մեջ։ Հետարքիր է, երբ որ Տերը մեծացավ, արդյոք ինչ-որ բան փոխվեց ընդունելության հարցում։ Երբ որ Տերը 30 տարեկանից սկսած արդեն սկսեց իր ծառայությունը, Սուրբ Գիրքն ասում է, նրա համբավը տարածվեց։ Եվ շատերն էին լսում, եւ շատերն էին ուզում գալ Տիրոջ մոտ, բայց քանիսն էին ընդունում նրան։ Եզակի թվով դեպքեր է Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում, որ մարդիկ ընդունեցին Տիրոջը իրենց մոտ կամ իրենց տանը։ Եզակի թվով դեպքեր, նույնիսկ Տեր Հիսուսն ասում է, աղվեսները որջերն ունեն եւ ծիտերը բույն, բայց մարդի որդին տեղ չունի, որ գլուխը դնի, սա Տիրոջ կողմից ներկայացված խնդիր է, ներկայացված պրոբլեմ։ Մարդի որդին տեղ չունի, որ գլուխը դնի։ Այսինքն կար այդ ընդունելության կարիքը, իհարկե կար, հարկավ կար։ Եվ Տերը սպասում էր, որ մարդիկ պետք է ընդունեին։ Ավելին Հովհաննեսը առաջին գլխի 12-րդ համարի մեջ ասում է իրենների մեջ եկավ, բայց իրենները նրան չընդունեցին, այն մարդիկ, ովքեր պետք է ընդունեին, այն մարդիկ, ովքեր միգուցե խոսելով, միգուցե իրանց ասելով, իրենց ներկայացնելով համար առաջինը պետք է լինեին այդ ընդունելության իրականացման համար, բայց չկար դա։ Ասում է իրեններին եկավ եւ իրենները նրան չընդունեցին։ Գիտեք, այնքան եմ ուրախանում կարդալով այն հատվածները, որտեղ գրված է, որ այս ինչ մարդը կամ այս ինչ տունը իր դռները բացեց Տիրոջ համար։ Ուղղակի սիրտս թրթռում է այդ ուրախությունից, որ թեկուզ գոնե, բայց կային մարդիկ։ Թեկուզ այդ համընդհանուրը սառը վիճակի մեջ, բայց միևնույնն է, կային մարդիկ, ովքեր իրենց դռները բացում էին Տիրոջ առաջ։ Բայց երբ որ հետագան են կարդում, շարունակություն են կարդում, այդ մարդկանցից, այդ ընդունելություն կատարող մարդկանցից ուղղակի չես ուզում հատկապես շարունակել կարդալ, երբ որ տեսնում ես ինչ ձևով նրան ընդունեցին։ Ուրախանում ես, որ ընդունեցին, բայց այդ ընդունելությունը ինչպիսին էր, երբ որ կարդում են Ղուկաս ավետարանի ներկայացրած Ստեփանոսի քարոզը, երբ որ ինքը քարոզում է, որ իսրայելացիք Մովսեսի միջոցով դուրս եկան Եգիպտոսից եւ 7-րդ գլխի 39-րդ համարն ասում է, որին մեր հայրերը չկամեցան հնազանդ լինել, այլ մերժեցին եւ իրանց սրտերով ետ դառան դեպի Եգիպտոս։ Այսինքն փաստացի իրենք դուրս էին եկել Եգիպտոսից, բայց իրանց սրտերով ետ էին դառել Եգիպտոս։ Շատ հաճախ Տիրոջ ընդունելություն կատարող մարդիկ իրականությունը այնպես էր, որ հա Տիրոջը իրենց ընդունել են իրանց սրտերի մեջ, բայց իրենց սիրտը չեն ընդունում Տիրոջը։ Հիշում եք այդ Սիմոն Բոլոտին, հիշում եք, երբ որ Տիրոջը ընդունել էր իր տանը, այդ փարիսեցին, եւ դա լավ բան էր, դա սքանչելի բան էր, Տիրոջն էր, Տեր Հիսուս Քրիստոսին էր ընդունել իր հարկի տակ։ Բայց այդ ընդունելության մեջ նրա սիրտը Տիրոջ հետ էր, ինքը սրտով ուզում էր Տիրոջը իրոք այդպես հյուրասիրել դրան պատվել, ինչպես որ հարկն է, թե չէ։ Այլ ինքը իր սրտի մեջ Սուրբ Գիրքն ասում մտածում էր, սա եթե մարգարե լիներ, սա ցավալի երևույթ է։ Սիրելիներ, այն փաստը, որ հիմա մենք այստեղ ենք, սա մի խոսում վկա է մեր ընդունելության, որ մենք Տիրոջ ընդունել ենք եւ մենք փափագում ենք Տիրոջ ներկայությանը։ Բայց իմ եւ քո սիրտը որտեղ է հիմա։ Արդյոք ես ու դու մեր տան, մեր սրտի, մեր ծածուկ այդ ներքին սենակից Տեր Հիսուս Քրիստոսին մեր հետ բերել ենք այդտեղ, թե եկել ենք, որովհետև կարգն է այդպես, թե եկել ենք, որովհետև դե մենք հավատացյալ ենք, դե մենք Տիրոջը ընդունել ենք, դե ուրիշ կերպ չէր կարող լինել։ Շատ լավ բան է, որ մենք եկել ենք Տիրոջ ներկայության մեջ, բայց որտեղ է հիմա մեր սիրտը։ Որտեղ է Տեր Հիսուսը հիմա իմ եւ քո սրտի որ անկյունում է գտվում, կամ մեր պաշտամունքի որ հատվածում է գտվում, կամ մեր երգի, կամ մեր աղոթքի, կամ մեր ծառայությունների որ անկյունում է գտվում Տեր Հիսուսը։ Տերը սպասում է ընդունելության։ Տերը հիմա է կանգնած ասում է, հա ես, եւ եկեղեցուն ասում դրան առաջ եմ կանգնած եւ թակում եմ։ Հիմա ճիշտ պահն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են ընդունելության, բացելու իրանց սրտերը եւ հյուրընկալելու եւ պատվելու եւ մեծարելու նրան այնպես, ինչպես որ նա արժանի է։ Ոչ թե մեկը, որովհետեւ ուղղակի կարգն է այդպես եկանք,
այլ իրոք մեր սիրտը բացելու նրա առաջ։ Մի դեպք կա, որ ներկայացնում է Ղուկաս ավետարանը ասելով. Տեր Հիսուսը մտավ մի գյուղ եւ այնտեղ մի կին մարդ անունով հյուրընկալեց նրան։ Եվ հետո նրա քրոջ համար գրված է, որ նրա քույրը գնաց նստեց Հիսուսի ոտքերի մոտ։ Որտեղ եմ ես նստած հիմա, պաշտամունքի ժամանակ Տիրոջ ներկայության մեջ, եւ դու որտեղ ես նստած, սիրելիս, Տերն ասում է, այն բաժինը, որ Մարիամը ընտրեց, այսինքն Հիսուսի ոտքերի մոտ, դա լավագույն բաժինն է, դա բարի բաժինն է, սիրելիս, ուզում եմ քեզ կոչ անել հիմա, արի ես ու դու հիմա ընտրենք ամենալավագույն տեղ ես երկրագնդի վրա եւ ամենալավագույն բաժինը դա Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ է։ Խնդրեմ քեզ, արի կանգնենք ոտքին։ Միգուցե ինչ-որ բաներ շատ կուզեն հիմա քեզ զբաղացնել։ Միգուցե հիմա ինչ-որ շատ հոգսեր, խնդիրներ, հարցեր կուզեն քո միտքը շեղել։ Բայց ուզում եմ քեզ մի բան ասել։ Նա հիմա կանգնած սպասում է քո ընդունելության։ Նա սպասում է քո սրտի դիրքին։ Նա հիմա սպասում է քո սրտից դուրս եկած պաշտամունքին։ Ես եւ դու ինչպես կարձագանքենք դրան։ Ես ու դու ինչպիսի տեղ կտանք դրան հիմա մեր պաշտամունքի մեջ։ Իմ ու քո երգը, իմ ու քո աղոթքը, իմ ու քո նրան երկրպագելը հիմա։ Գիտես, կամ նրան ուրախացնի, կամ էլ նրան կտրտմեցնի։ Թող ես ու դու այսօր լինենք նրան ուրախացնողներ։ Թող նրա աստվածային սիրտը ցնծա ուրախությունից, քո սրտի խոր անկյուններից դուրս եկող անկեղծ պաշտամունքով եւ երկրպագությունով։ Ցույց տուր հիմա քո ընդունելությունը։ Թող քո աղոթքը այդ տեսակ սփռվի հիմա նրա առաջ, որ նա ուղղակի վայելի այդ պաշտամունքը։ Թող քո երգը այն տեսակ տարածվի նրա գահի առջև, որ նա ուղղակի ուրախությունից ցնծա, որ նա ասի. Ես էլ այստեղ եմ զավակս, ես էլ այստեղ եկել եմ քո համար։ Եվ ինչպես Մարիամի համար նա ասեց, Մարիամը բարի լավագույն բաժինն ընտրել, թող իմ ու քո համար է։ Այսօր, հիմա, այդ լավագույն, այդ կատարյալ եւ այդ ընտիր բաժինը լինի։ Մտիր նրա ներկայության մեջ։ Ուղղակի բացիր սրտի դռները նրա առաջ։ Թող Տեր Հիսուսը այդտեղ ոչ թե ուղղակի հյուր, այլ որպես լիիրավ Տեր լինի։ Որպեսի դու քո եւ իմ պաշտամունքը եւ երկրպագությունը։ Թող փառավորվի քո անունը Տեր։ Թող փառավորվի քո անունը Աստված։ Այս պաշտամունքի ժամանակ ամեն մեկիս պատճառը Տեր, թող մեզանից որևիցե մեկը անմասը չմնա Տեր, քեզ երկրպագելուց, քո ներկայությունը վայելելուց Տեր, եւ որպեսզի դու էլ մեր ներկայությունը վայելես իմ Աստված, թող այսօր մի սքանչելի հանդիպում Տեր ունենա, այս պաշտամունքի ամեն մի բաժնի մեջ Տեր, թե մեր աղոթքները, թե մեր երգերը, թե մեր երկրպագությունը, թե մեր փառաբանությունը, թե մեր պատգամը նույնիսկ լսելը Տեր, սքանչելի հնարավորություն լինի ինձ համար Տեր, մեզանից ամեն մեկիս համար եւ քեզ համար, որպեսզի հանդիպենք միմյանց հետ եւ մեր սրտերը բացենք քո խոսքի առաջ, քո անուշ եւ քաղցր ձայնը լսելու։ Փառք ես Աստված, հալելույա։
Sorry to
Մենք Տիրոջ ներկայության մեջ ենք։ Ու Տերը քո կողքին է, սիրելի քույր եղբայր։ Նա եկել է քեզ լցնելու իր հոգով, նա եկել է ինձ լցնելու իր հոգով, իր խոսքով։ Եկեք բացենք մեր սրտերը նրա առաջ, որովհետև նա միակն է, ով իսկապես մեզ ընդունեց իր ակրկի մեջ, ամեն։ Եկեք Տիրոջը տանք արժանի փառքը։ Այլուզ է, սիրելի ժողովուրդ։ Մենք սովոր ենք միշտ ասելու, որ Արարատից ջեր ողջունել ենք բերել, բայց այս անգամ էդի չեմ կարող ասել։ Որտեղ Արարատում ձյունը դեռևս շատ ավելին է, քան Երևանում։ Բայց հոգևոր մարդկանց սրտերում կա ջերմություն, եւ հենց այդ ջերմությունը ուզում եմ փոխանցեմ ձեզ։ Եվ ուզում եմ առաջի բանը, որ անես մանավանդ նրանք, ով կողքը դատարկ նստար անել կա, ձեռք դնեք եւ ասեք, տարեվերջինս նստար անելը պետք է լիքը լինեն մարդկանցով։ Որտեղ ինչպես Արարատը Երևանում նույնպես ապաշխարելու կարիք ունի։ Քաղաքը չէ, քաղաքի բնակչությունը։ Ուրեմն ես գիտեմ ինչ եմ ասելու ձեզ այսօր, բայց չեմ իմանում դու ինչ կլսեք։ Որտեղ ես գիտեմ ինչ կա իմ սրտում, որ Տերը դրել է, բայց ինչ կերպ կընկալես, ես չեմ իմանում։ Բայց իրականության մեջ է շատ կուզենամ, որ դու այսօր իմանաս, որ դու ոչինչով պակաս չես, ոչ մեդալի, ոչ մի քրիստոնյայից։ Եվ կարող ես անել մի բան, ինչ-որ բան։ Մարդիկ ինչ-որ բան անում են, չէ՞ երբեմն։ Երբեմն ինչ-որ բաներ անում են մեկին հաճոյանալու համար, մենք ոչ մեկին չենք ուզում հաճոյանալ։ Մենք ուզում ենք, որ մեր Տիրոջը փառավորենք։ Մեր պաշտոնը, մեր գործը, եթե այդ չի, ես բոլոր եկեղեցիները չի աշխարհի, որ այցելել եմ կամ Հայաստանի, բայց գիտեմ բոլոր եկեղեցիներում մարդիկ Հիսուսի մասին լսել են։ Այնքան տեղեկություն ունենք մենք Հիսուսի մասին, բայց ներողություն բոլորս չի, որ Հիսուսին շատ լավ ճանաչում ենք։ Մարդուն ճանաչելու համար մարդու հետ շփվել է պետք։ Իր մասին ինչքան ուզում ես լսի, ինչքան ուզում ես լսի։ Շնորհակալ եմ Արմեն եղբայր ջան։ Ես չեմ կարծում, որ ես մի բան ասեմ, որ Արմենը ձեզ չի ասել։ Բայց վստահ եմ, որ այս հրաշալի հովի հոված եկեղեցում էր մի բան կա, որ գոնե ինձնից կսովորեք ես։ Մի բան, եթե մի բան ես կարողանամ ձեզ օգտակար լինեմ մի բանում, կհամարեմ, որ հաջողվել է իմ այսօրվա այցը ձեր եկեղեցին։ Մենք սովորաբար քարոզներին անուն ենք դնում։ Երբեմն ես չեմ դնում, բայց այսօր քարոզի նյութը սենց եմ կոչել, ուր է քո գավազանը։ Բայց միշտ ես սիրում եմ, որ ժողովուրդը իրանք քարոզից հետո իրանք դնեն անուն այդ քարոզին։ Որտեղ ամեն մարդ ինքը ինչ կերպ ընկալում է, հենց տենց էլ ինքը վերցնում է այդ քարոզը։ Ոչ էլ ուզում եմ ինչ-որ մեծ բաներ խոսալ, որտեղ հավատացեք կամ ուզում եք մի հավատաք։ Այսօր աշխարհում այնքան մեծ խոսացող մարդիկ կան, որ Աստված էժանացել է մեր տեսակ։ Ժողովուրդ ջան, ինչ որ կխոսամ ձեր սրտովը չէ, հենց տեղից միանգամից հարց տվեք, սրանից ես վատ զգամ, թե չզգամ, կարևոր չի։ Բայց եթե մի բան ձեր սրտովը չի, անպայման ասեք։ Ես ոչ մի քարոզչի չեմ թերագնահատում։ Ոչ էլ ինձ չեմ թերագնահատում։ Բայց իմ ասացից իմաստը, որ երբեմն այնքան են էժանացրի Աստված ինձ ասեց էս է, Աստված ինձ ասեց գնա 8-րդ շարքում 16-րդ մարտին, չեմ անում, սենց բաներ կա, որ երբեմն իմ համար էսի մի քիչ դժվարություն է, ես շատ հին մարդ չեմ, շատ նոր մարդ էլ չեմ, բայց Հիսուսի սիրում եմ ձեր չափ, և ուզում եմ իմ կյանքով, իմ ապրելակերպով իրան թառավորեմ, որտեղ քրիստոնեությունը ոչ մեծ խոսալ է, ոչ սուտի խոնարհություն է, քրիստոնեությունը կյանք է, որ մենք պետք է ապրենք ու մարդիկ տենան, որ մենք քրիստոնյա ենք։ Մի օրինակ հիշեցի պատմեմ, որ մեկը տղու համար այդ աղջիկ ուզելու,
տղուն ասում է, որ հասնենք այդտեղ, տես մի քիչ մեծ բաներ խոսա, որ քո մասին մեծ կարծիք կազմեն։ Նստում են, բարև եւ այլ, դե ըստ Աստվածաշնչի առաջ հաց չեն դրել, չէ, աղջիկ ուզելու գնացողներին։ Մինչև որ չեն իմացել, Աբրահամյար գնաց Եղազարը աղջիկ ուզելու տղուն։ Հաց չտվեցին, այդտեղից եկել է, որ մեր ազգները տենց գնում է, նստում են զրուցելում, մեկը այդ տղեն հանկարծ ասում է տրակտոր։ Ինչ կապում էր աղջիկ ուզելու հետ։ Մի փոքրել անցնում մտածում է ռեակցիան ոնց որ այն չէ։ Սա կոմբայն։ Ես ոչ կոմբայն եմ եկել քարոզել։ Ոչ տրակտոր եմ եկել քարոզել։ Եկել եմ քարոզել, ես որ դիացաստած։ Ուրեմն ելից 12-11 Եվ այսպես ուտեք նրան, ձեր գոտիները ձեր մեջքին, և ձեր կոշիկները ձեր ոտքերին, և ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով նրան շտապով ուտեք։ Բնականաբար ես հատիկի մասին գիտեք, բայց իմ խոսքը, որ ուր է ձեր գավազանը, ձեր ցուպը։ Օրինակ, եթե հարցներ ու բոլորս կուզենայինք պատասխանել, ով կուզենար, որ իր գավազանն այսօր ծաղկեր։ Ես կուզենայի, դու ինչի չեք ուզում չեմ իմանում։ Որակ ինչի չես ուզում, որ քո գավազանը ծաղկի։ Անպայման մենակ Արոնի գավազանը պիտի ծաղկի։ Շնոր գրված էր ձեր ցուպերը, այսինքն բոլորին տրված էր այդ ցուպերը, որտեղ երբ որ հաջորդ համարը կարդանք կամ հիշենք այդ բոլոր մարդիկ ոնց որ այդ ցուպերը պիտի ունենային իրանց ձեռքներին։ Մենք այսօր հոգևոր իշխանություն ունենք։ Եթե արարածիկ, երևանցիկ ոնց որ նույնն են, ոչ մի ռեակցիայով չես իմանում։ Ընդունեցին, չընդունեցին, ամեն ասեք կամ քիչ մռայլվեք, որ վերջ մի բան արեք, ինչ որ բան արեք անպայման։ Ամեն ոլորտի մարդիկ իրանց ոլորտում իրանց գավազանն ունեն։ Ուրեմն, մեկ-մեկ որ իմ կյանքից պատմեմ ոչինչ։ Ես մի դպրոցում եմ սովորել, մի փոքր գյուղեր 120 տնտեսություն ուներ։ Ոչ պոլ կար, ոչ հողեր, լուսամուտը ցածր, ով դաս չէր սովորում, հանկարծ դասատուն իրան կանչվել, այդ լուսամուտից ելուտ հաղթում էր։ Ցածր, սիրուն, ոնց ուզեի կարայի, ու այդ ժամանակ մեր դպրոցում մի ռուսերենի դասատու եկավ։ Մեկը գնացել էր բանակ, հետո մեկ ռուս կին էր բերել, ռուսերենի դասատություն էին, այդ կինը դարձավ մեր ռուսերենի դասատու։ Հետո ով որ հանկարծ տեխնիկում, ինստիտուտ տար կտրվեր, մեր գյուղում կարար դասատ աշխատել։ Ես չկտրվեցի, ինձ առաջարկեցին, ես չաշխատեցի այդ ժամանակ։ Բայց այդ ռուսերենի դատը մենք գյուղում էլ ռուսերեն երևի չեմ իմանալ։ 1000-ից մեկը մի քանի բառ իմանալ, բայց որտեղ սկսվավ ռուսերենի դասերը, մենք էլ շատ ենք, մոտ 23 հորոխպոր տղաներ ենք, ոնց էլ էր մի դասարանում երկուսը կլնեին, 3-ը դասարաններն էլ նենց էր, որ կարել էր մի դասարանի խոսակցություն են մյուսում լսվեր։ Դասատուն հարցնում է, հորոխպորս տղուն, ասում է, դրո շտո значит хлопок։ Նայմա, ախպերսնից ասում, դրո, վայդի պոպոքն է։ Ասում է, хлопок значит պոպոք։ Եվ այդ ժամանակ դասատուները ցուպ ունեին, գավազան ունեին, ցուցափայտ ունեին։ Հիմա դες բան չգիտեմ կա, թե չկա, եմ ուղի հորոխպորս տղու գլխի, առնում այդ ու գտոր, Լենի քիչա, ցուցափայտ մի հատ կսարքես, վաղը կվերես։ Մեր գավազաներն էտենց չեն։ Մեր էտենց չի, որ մենք խլոպոկի համար կամ պոպոկի համար կամ ինչի համար ասես ուրիշների գլխի խփենք։ Մեր գավազանը սիրո գավազան է։ Մեր գավազանը ծաղկող գավազան է։
Ամեն, ահա, այ հասկանալի է, այո, մեր գավազանը ծաղկող գավազան է, և երանի, որ այսօր ստեղից դուրս գալուց մենք ծաղկած գավազաններով, տրանսպորտով կամ ով ուր գնար այդ ծաղկող գավազանը օգտագործելով գնար, ու մարդիկ տենային, աշխարհը տենա, այսօր քրիստոնեությունը ոչինչ, որ ձեր սրտով չլի, որ ես բաներ ասեմ, տենց մեկ տեսակ էժանագին է դարձել, մարդիկ ոնց որ իբր սաղ քրիստոնյա է, այմարդ քրիստոնյան մենք ենք, դրսիները, գուցե դրսիները մեր ապագա մարգարեներն են, հովիվներն են ու մնացած, բայց դեռևս որ ստեղ չեն, այսինքն այս մենք իրանց պետքա օրինակ լինենք, որ ստեղ կա, մենք իրանց պետքա վկայենք, 80-ականներին տես մեկ տեսակ ոնց որ մարդը որ մի օր մեկին չվկայեր, որտեղ մեզի հարցնում են, համարյա ամեն օր հարցնում են, որևէ մեկին վկայել ես, կամ գուցե այն ժամանակ մեկ չէր կոպիտ էին հարցնում, կամ ճիշտ չէին հարցնում, կամ մեր սրտով չէին հարցնում, բայց հարցնում են, մենք ամոթ կամ սուտ ասեինք, կամ ճիշտ ասեինք, սուտ համաչում էինք, այն ժամանակ ամոթը շատ կարավ էինք, և մի եղբայր ունենք Ազատին չեմ անում, մեր ռայոնի առաջի հոգևորն է, Ազատը համարյա շաբաթը մեկ հանր կգար մեր տուն, կուրբան, տենց բարեր օգտագործում շատ, ում ես վկայ է երեք, ասում է ոչ մեկի, ամոթ չէ, մուրդ ամոթ էր թե չէ, առիթ չէ էլ կամ էլել է, կամ ես ամաչել է էլի, վերջ է, ամաչում էինք, տրանսպորտ էինք բարձրանում, իմ վրա այսօր կուշտի ծաղել էր, ես երբ որ իմ թերությունների մասին պատմում եմ, մարդիկ ծիծաղում են իմ վրա, ես ասում եմ, Տերը բարի է, այո, մենք մեզ մինչև խայտառակ չանենք, ուրիշներին չենք կարա Քրիստոս վկայել, եթե 80-ականներին ես ամաչում էի տրանսպորտի մեջ, նայում էին մեզ քիչ էինք, ասեմ, Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր, Վեդի, Արարատ, Արտաշատ իրար հետ 50 անդամ կար, բայց բոլորը կիրակի օրերը հավաքվում էին Արտաշատ, կամ Արարատում Այգևան գյուղ կա, մեծ տուն, ընդհանուր հավաքույթների, և մենք ճանաչվում էինք էլի տենց, մեկ որ տրանսպորտի մեջ մեկը նայում էինք, և հոգի պսպսում էինք, իսի հավատացյալ է, արդոս մենք սրանք էլ իմացան հավատացյալ ենք, ես անձամբ ամաչել եմ այդ ժամանակ, որ իմացել են, որ ես հավատացյալ եմ, հետո մեր հայաթի երեխեքը, որ ես գալիս այսմ են հավատացյալ, ասում են լավ, է ցերեկով տուն չեմ եթա, ցերեկով տուն չէ եթում, գործել ունենայի, չունենայի, սպասում եմ 8 տար, որ էթա երեխեքը չասեին ես հավատացյալն եկա, բայց հիմա գիտեք ինչ է, հիմա չէ, ավելի շատ, ավելի առաջվանից հիմա հասկացել եմ, բա մեզ որ չասեն հավատացյալ, ինչ ասեն, օրինակ ինչ ասեն մեզի, անհավատասեն կվիրավորվենք, ես կվիրավորվեմ օրինակ, նեպան կասեմ էլի, չգիտեմ դու ինչ կասեք, բայց ես կասեմ ես անհավատ չեմ։ Ու սենց շարունակ, եկել են ժամանակներ, անցել են ժամանակներ, ու մենք իմիջիալոց այդ թվերին կտակարան գոյություն չունենք։ Ով ունենք կտակարան։ Ինձի մկրտել են 82 թվի նոյեմբերի 25-ին, 26-ին կամ 27-ին կիրակի օրեր։ Այդ կտակարան տվին ինձի, ասին սմբա տուտի քարոզի։ Փոշմանը որ դարձել է եղարացել։ Ես ինչ պիտի քարոզեմ։ Ես կտակարան չունեմ, չեմ տեսել, իմ կտակարան կարդալն էլելա են, որ ես այն ժամանակ ինձ շատ խիստ մարդ եմ կարծել, կին ես կրոջս հետ, որս մարդից բաժավել էր մեր տուն էր մնում, այդ կտակարան ուներ։ Վերում էր, ասում ես կարդում եմ չեմ հասկանում, սմբատ, ես ինչ են գրել։ Հիմա էլ եմ ներողություն խնդրում եմ, վերցում է խտում է գլխին, ասում է, լավ, դու Այդենց խիստ չէի խտում էլի որ։ Ասում եմ դու տեխնիկում ես սովորում, ես չես հասկանում, ինչ ես հասկանում, յանի ես էլ հասկանում էլի։ Դες մեկս կտուր եկ անգամ կարդացել եմ։ Այդ անգամ ես շատ մեծ նեղության մեջ եմ գա։ Քարոզը բացեցի, կարդացի,
Սելովամի աշտարակը բնվեց 18 հոգի մնացին տակը, կարծում եք ավելի մեղավոր են քան մենք, հետո ինչ ասեմ։ Հետո հետևից առաջ գնացի մեհար։ Ու հետո ինչ ասեցի չեմ հիշում մինչև այսօր, եւ որոշեցի ես այլևս այս ժողովներին չգամ։ Մի տարեց կին կար պատերազմի մասնակից, որ դուրս էի գալիս, այդ կինը զգաց երևի, որ ծիածանի նման եմ։ Էլը կողքի մի կնոջն ասեց, այս ջահելից քարոզիչ դուրս կգա։ Այդ ինձի մի քիչ քաջալեր ես, բայց մինչև այսօր ես համոզված չեմ, որ ասես լավ քարոզիչ դուրս կգա։ Եթե ասեն լավ հովիվ դուրս կգա, վիզ կառնա, բայց լավ քարոզիչ ոնց որ թե այդքան էլ դեռևս չէ։ Ուրեմն, թվոց 21-ից 12 համարները կարդամ ձեզ համար։ Հետո մի 4 բան դուք կնշեք, կհիշեք, որոնց մասին պիտի խոսանք։ Եվ Իսրայելի որդկանց բոլոր ժողով կսին անապատի եկան, առաջին ամսունը եւ ժողովուրդը Կադեսի մեջ բանակ տվավ եւ Մարիամն այնտեղ մեռավ եւ այնտեղ թաղվեցավ։ Եվ ժողովուրդը ջուր չուներ, եւ Մովսեսի եւ Ահարոնի վրա հավաքվեցան եւ ժողովուրդը Մովսեսի հետ վիճելով խոսեցին եւ ասեցին. «Երանի թե մենք էլ մեռնեինք, երբ որ մեր եղբայրները մեռան Եհովայի առաջին։ Եվ ինչու վերիկ Եհովայի ժողովրդին այս անապատը, որ մենք եւ մեր անասունները այստեղը մեռնենք եւ ինչու մեզ Եգիպտոսից հանեցիք եւ շարունակությունը որ դուք կարդաք, վերջապես այդտեղ 4 բանի մասին խոսում է անապատ, ինչի չմեռանք, ինչու ջուր չկա եւ ինչու ես ուզում մեռնել։ Ինչու ես ուզում մեռնել։ Չկար մի բան ժողովուրդ ուզում էին մեռնել։ Ժողովուրդ, մեր ճանապարհը, որ գրված է փշոտ եւ քարքարոտ է, ու մենք հանձն ենք առել, որտեղ նախքան մեր հանձն առնելը, որ մենք Հիսուս հետևից եկանք առաջարկել, ով որ կուզի իմ հետևից գա, ով որ կուզի։ Հասունեն մենք ուզել ենք ու իր հետևից ենք գնում։ Ու մեր ճանապարհի մասին չի ասել, որ 41-րդ տարում ձեր ճամփեն կդառնա գլատկի, ոչ մի խնդիր չեք ունենա, ես եկել եմ ձեզ քաջալերեմ ասեմ ժողովուրդ, երբ որ մենք խնդիր չունեցանք, մեր հոգևորությունը կասկածի տակ է։ Մենք միշտ մի խնդիր ունենանք, որտեղ մեր ճամփեն փշոտ եւ քարքարոտ է։ Եվ ուզում եմ մեր որակը, որ ունեցել են առաջի դարում, դրանից առաջ դժվար, չէ, առաջի դարում եւ դրանից հետո։ Կամաց որակական հատկանիշները ոնց որ թե քչացել են, փոքրացել են։ Ուրեմն մեր մինչև իմ հավատքի լինելը մենք առաջի հարկում ենք ապրում, մեր երկրորդ հարկում իմ դասընկերն էր ապրում, այնտեղ ժողովներ էր լինում, մի քանի հոգի, կինս, քուրս, ինձնից ստացում։ Ես մտածում եմ, որ իմ կինը կամ քուրս մեկ քայլ առանց ինձ չեն կարող անել։ Եվ հանկարծ մեր տուն եկան, մեր տուն չէ, իրանց տուն, եկան 2 մարդ, եւ բարձրացան, այդ իմ դասընկերը մեր տունն էր, որ մեկ գալիս էր մեր տուն, որ ինձ համոզեր, որ ես քրիստոնյա եմ։ Ես երբեք վիճ չի առնում, որ ես քրիստոնյա եմ, ասում էի, բա ինչ է, ես շատ եմ անում, ասում ես, քրիստոնյա չեմ էլ, ես իմ ինչ եմ, ուսավորչական, կամ չեմ հիշում ինչ։ Ինքը ասում է, ես մեկ բժիշկ ունեմ, ես խնդիր ունեի ժամանակ, սրտիս հետ կապված, ասում է, ես մեկ լավ բժիշկ ընկեր ունեմ, քեզ մի օր պիտի տանեմ ու երբեք չհաջողվավ ինքը, որ ինձ տանի այդ բժիշկի մոտ, մինչև այդ բժիշկը իր ոտով եկավ, իր այդ երկրորդ հարկը Գուրգենի մասին է, դու հիշում ես Գուրգենի մահացավ տարեվերջին Արտաշատից։ Ուրեմն ես բարձր իմացա բժիշկը բարձրացա, էլ կարելի է, չի կարելի, եկել է իր ոտով մեր հայաթը եւ բարձրացա շատ զարմանալի բաներ խոսացին իրանք։ Շատ, իսկապես իմ համար զարմանալի, հետո որ ես իմացա հավատացյալ են, ավելի զարմացա, որտեվ մենք բոլորս էլ երևի, գոնե իմ սերունդի մարդիկ հավատացյալների մասին երբեք լավ բան չեն լսել։ Չհամաձայնվեք, ներողություն։ Ես հավատացյալների մասին շատ վատ բաներ եմ լսել ժամանակ։ Երբեք չեմ փափագել լինել հավատացյալ, բայց այդ երկու մարդիկ բաներ խոսացին, որ ես
մտածեցի, որ եթե երկրագնդի վրա կա մարդ, որին կարելի ասել մարդ մեծատար, ես երկուսն եմ։ Մեկի անունը Գուրգեն էլ, մեկի անունը Նորիկ։ Եվ իջա տուն, իրանց մինչև գիշերվա կեսը զբաղացրի, իմ հարցերիս, բոլոր հարցերիս սպառեցին իրանք, այսինքն պատասխաներում, ասի անով Երանի այն մարդին, որ հավատացյալ կնիկ ունի։ Եվ Երանի այն կնոջը, որ հավատացյալ մարդ ունի, իս չարվա, որ իրանք հավատացյալ ունի։ Չասեցին, ոչ մի բան չասեցին։ Հետո հաջորդ օրը կամ մի օր անց իրանք նորից եկան, որտեղ խոստացել էին, որ գանք, կգաս, ասել որ այո։ Երբ որ իրանք եկան, որ բարձրանան, ասի տենց չկա, որ ինչի պիտի մեր դռնով անցնեն Հելենին երկրորդ հարկը։ Որը բացի մեր տուն եկան, և այդ օրից մեր տունը պաշտամունք սկսվավ։ Այդ օրը, որ քուրս ներս մտավ, եղբորն ասում ես էլ մեր սիրելի քույրիկը, ներսից մեր անշարժվավ։ Ասիկա, դուք կետակ ես ձեր սիրելի քույրիկը ասում։ Քուրս եկավ, մեր սիրելի քույրիկը, այ որդ ասի, սրանք ինձնից ծածուկ են հավատացյալ դարձել, այդ արանքները մենքան օիններ են իրանքին գլխին հանել, որ ես հիմա որ պատմեմ, մենք այսօր ստեղ ենք, բայց այս շենք մենք չենք կարա երկար զբաղացնենք։ Վերջապես փառք Տիրոջը, այդ ամենի համար ուզում եմ ասեմ, հենց այդ ժամանակ իրանք բաներ էին ասում, այս գավազան, այս իշխանության մասին, որ ես մտածում եմ, ես ով եմ այդ մարդ։ Ես ով եմ, որ ես որևէ իշխանություն ունենամ ուրիշներին, ու ինձի տանում էին իրանց հետ, որտեղ առատում եղբայրություն չկար, իրանք էլ իմ կարծիքով այն ժամանակ մեկ իչ տապում էին, ասում են, այս տղուն մեկ իչ պատրաստենք, մենք մեղք ենք էլի, Արտաշատից, Ազատավանից էլ գալիս ենք Արարատ, այս տղուն պատրաստենք, ինձի մի օր տարան դիվահարի վրա աղոթելու, մեր կողքը մի ենգիջա գյուղ կա, ներս մտանք այդ դիվահարի հոր հետ ես աշխատել եմ, երկուս էլ գնորդ էինք շրջկոկում այդ ժամանակ, Չէ դիվահարին ես որ տեսա, ասում եմ լավ, ես մարդիկ 5 հոգևոր են։ Ես դեպին որ հանեն ու ես դեպը գայի մեջ եմ։ Ձեռներում ես բրնեցինք, է դիվարին կցինք մեր մեջտեղը և սկսեցին աղոթել։ Այն ժամանակ կապ չունի դիվահար է, լեգիոն ուներ, ինչ ուներ, մենք աշկերներս փակ աղոթեինք, բայց ես լավալություն էի անում։ Աշկիս ճոթում նայում էի տեմ ես դիվարը մոնգոլ եկնում է, պտտվում է, բայց վախեր ու ասում եմ մարդպես, ունեք է տեն ամելի, որ իրանից դուրս գա, ես եմ պախնեմ կամ մի բան Ես տղեն, ես զգացի, որ իմ վրա է գալիս։ Տղեց, ձեռս, ողքեց ու կախապ դուրս։ Կախապ իմ կարծիքով այդ ժամանակ մենք չաջողվեցինք, դեպը դուրս չեկավ։ Բայց երկրորդ վախը կա սրտիս մեջ ասում եմ, եսիք հելին կետա դուրս, մեկ տապով, մեկ խնոք, մեկ բանկը վերսինք, այն դուրս գանք, մեկի գրխին կետա։ Բայց ես իդ ավակ եղբաներին ասում չեմ ասում եմ, ինքան շատ է հարգում, ասում եմ լավ, որ մեր բանելի թոնձիլի, ճահելեմ էլի, այդ տարես մարդկաց ինչի է, ասում եմ թող, ես դուրը բացեմ, դուրը բաց է տղեն դևս կարգացա դանակը ձեռը, ու ես դանակ որ շպրտեց, ես դուրը կակեցի, բայց չասվի լրին, դանակը թեք կպավ, դրանը ջարդվավ, Դե ռում չէ, որ ասկորկա ունեներ ջարդվավ, այդ պոչը կպավ ինձ ինչ, ոչ մի բան չէ լավ վերջապես։ Ես հասկացա, որ հոգևոր մարդը պետք է հոգևոր իշխանություն ունենա։ Պետք է իր ձեռքին գավազանը միշտ լինի, միշտ գավազանը պետք է ձեռքիդ լինի։ Հետո դրանից հետո մենք ենքան դիվահարների վրա ենք հաղոթել, իհարկե մեզի տպելել են, խնդիրել չի։ Վիգեն եղբայրներ Արմենը ճանաչման մի դիվահար կար, աղբերը բռնել էր, կապել էր, ձեռովոտը գցել էր պատվալ է, հետո մենք գնացինք, արձակեցինք, նստանք, զրուցինք, այդ ողջ եկեղեցու մեջ մենակ մեր անոյներ ընդունում։ Գալիս էր ինձ մեր անոյի գիրկը, մենք էլ իրասուն հաճախ այցելում ենք, մի օր մի աշիկ պամիդոր մոտ 30 կիլո լղկեց մեր վրա։ Մենք սպիտակ գնացինք, կարմիր դուրս եկավ։ Բայց այդպես չէի վախենում, էլի որ ասում եմ դուրս կգայի մեջ կմտնի դեմ, մեր այդ գործ չունեի սիրելներ։ Մենք դեմ այդ գործ ունենք։ Մենք իշխանություն ունենք իրա վրա։
Եվ ինչ ես դու ուզում մեղմել, ես տես հատվածի, ինչի կյանքդ անապատ դարձ է, հիմա ով ուզում բիզ առնի կամ չարնի, մենք բոլորս երբեմն հանդիպում ենք մի հանգրվանի մի տեղ ենք հասնում, որ թվում է մեր կյանքը դարձել անապատ։ Ամենք այ ենք էլի, մի քիչ բիզ առնող են չենք։ Ու մեզի որ ասեն, ինչի ես թուլացե կամ տկարացը սիրուն բառա։ Մենք չենք վիզարնը, որ տկարացել ենք։ Այն դեպքում անգամ որ ամիսներով չենք կարդում, չենք աղոթում։ Այս դեպքում չեմ իմանում, եթե մարդ ամիսներով չի կարդում, չի աղոթում, իր քրիստոնեությունը թղթի վրա է կամ որտեղ մեր գավազանի ծաղկելը խիստ կապ ունի Աստվածաշնչի հետ, Աստծո հետ, Աստծո խոսքի հետ։ Եվ սիրելիները, ինչի է մեր կյանք անապատ դառնում, ու մենք հանգարց, սիրելի տատիկներ, ինձ ներեք, եթե թորդ քեզի բարկացրել է ու դու հանգարց ասում ես չմեռա պրծնեի քեզնից, ասում եք այդպես բան թե չեք ասում։ Կա, ասում եք, լավ չեք անում, որ ասում եք։ Մենք 11 թոր ունենք առայժմս։ Հույս ունենք շատանա։ Հերս 70 թոր և ծոր ունի, ես նախանձում եմ իրան, հերս կա 92 տարեկան է, չգիտեմ 92, 70 կհասցնեմ ես թե չեմ հասցնի, չգիտեմ, տերեխեքի գործնա, բայց մենք գոնե հասցրել ենք, հերս որ տղաների, մենք 7 աղբեր ենք մի քույր, որ տղաներին անուսնացնում էր, խիստ բան ուներ, ասում էր հասնեք ինձ և անցնեք։ Հիմա մեկ-մեկ էթում եմ հորս տենալով ասում եմ, պապա, ես գոնե փորձեցի քեզի հասնեմ, էլի 6 երեխա ունեմ, են մյուսները, իրեք իրար հետ իմ չափ չունեն, մեկ է, ու, տենց, և զարմանալի է, որ մեր նախնիները, անգամ եթե Աստվածաշունչ կարդացող չեն էլ, բայց հոգևոր մարդիկ են էլ, ես հորս հորն ու մորը չեմ տեսել, բայց մորս հերնել մերնել, որ առավոտը մենք հելում ենք, ես կան երեխա ենք, դպրոցի չենք հետում, իրանք աղոթում էին, ես էլ զարմանում եմ մարդ ասում, ես ծրվել են ես բիձերը պարրավը, բայց ես հիմա հասկանում եմ, որ մենք ենք ծրված, իրանք իսկապես քրիստոնեան են են։ Ես 7 քեռև ունեցել, 7-ին էլ սպանել եմ ունդեղ, Թուրքիայում։ Եկել աստեղ մերս ածնդեմ, և մերս էլ որ ամուսնացել է աղոթել ատես, ատես, ոնց որ սովորաբար այսօր մեր մորքուրի տղեն ու տենց, աղոթում են, ոչ քրիստոնյա, տենց, աղոթել է, բայց այն ժամանակվա տենց աղոթողները շատ ավելի հավատքով են աղոթել, շատ ավելի զորավոր գավազան են ունեցել, ու իմացել են այդ գավազանի գինն ու արջեքը, ասել է Աստված չա, իմ 7 աղբոր փոխարենից 7 տղատաս, մենք 7 աղբեր են, Աստված լսել է մորս աղոթքը, ես մեկ-մեկ զարմանում եմ, ասում եմ նախանձեմ, չեմ անում ինչ, մենք այնքան բաներ ենք աղոթում, որոնց հասնում ենք, որոշների չենք հասնում, այսինքն շատ հաճախ մեր հավատքի գավազանները կամ մեր ձեռքը չի կորցրել ենք, թողել ենք, մի հոգի ամեն ասել, ախենում ես, որ քո վրա մտածել, որ դու տկարացել ես, ես դրա համար չի, որ հարցնում եմ, ես իմ հոգևոր կյանքի մեջ տկարացել եմ, այնքան շատ, որ ասեն դու կզարմանաս, բայց երբ որ Պողոսն իր զորությունը տկարության մեջ տեսնելու խոսք է գրել Աստվածաշնչի մեջ, ես հասկանում եմ Պողոսին, մեկ-մեկ, մի քիչ, բայց ես իսկապես ուզում եմ Պողոսին հասկանալ։ Ինչ ես ուզում մեռնես սիրելիս, Աստված քո համար գործ ունի, դու Աստծո ձեռի գործիքն ես, լավ, ինքս բուժեցի մի քիչ կոպիտ է, դու Աստծո զավակ ես, Աստված քեզ իշխանություն է տվել, Աստծո որդի լինելու, և դու Աստծո որդի ես, այն զենքերը, որ Աստված տվել է քեզ, դու պիտի գործագործես, չօգտագործես, քո դեմ կգործածեն, քո դեմ կօգտագործեն, ուրիշները կօգտագործեն։ Ուրեմն ինչի կյանքդ անապատա դարձը, որտև չես մշակում,
շաքար ունի։ Ոչ մի շաքար չունես, չերաշալի եք։ Ես շաքար ունի։ Ես այդ բժիշկի մոտ որ գնում եմ, ասում եմ, չէ, շաքար ունես, իմ շաքարը 8-ա, 7-ա, տենց։ Ասում դու շաքար ունես, ասում եմ, ես շաքար չունեմ։ Դու շաքար ունես, ասում եմ, լավ, ես դառնում որ շաքար չունեմ, խնդիր ունի։ Շաքարն էլ ոնց որ դարի հիվանդությունը կարեսի ապրելակերպ, բայց չեմ իմանում։ Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում այդ շաքարը, բայց հանկարծ ես չեմ իմանում ինչի։ Ես մեր անունը բզբզեց տարավ բժիշկի բռնին քթան, որ ես շաքար ունեմ։ Վերջի դեղում եմ էլ տալիս, մեկ խմում, մեկ չեմ խմում, բայց ես հոգևոր մարդ եմ։ Ես հոգևոր մարդ եմ։ Ներողություն, ես դες որ ասում եմ մի ձեզ չթվա որ ես ասում եմ հոգևոր եմ դուք ոչ հոգևոր։ Ես ձեր նման մարդկանցից եմ սովորել հոգևոր լինել։ Եվ դեռևս սովորել ենք բան ունեմ։ Ուրեմն մի տուն գնացինք, վկայեցինք իրանց, ասեցինք, պատմեցինք, մի քանի հոգով, ով ինչ գիտեր ասեց։ Եթե մարդիկ պատմում են, դու գիտես էլ ոնց որ եթե տենց չի չես էլ լավեցնում, աթող պատմելի։ Հետո մենք որ դուրս են գալիս մի երկու օր անց, այս տան երեխեն հիվանդանում է։ Այս կին երեխուն վերցում ձեռքերով ասում Սմբաթի Աստված, ինչ կլինի բուժես ես երեխային։ Սա ոնց որ գլուխ գովացի, եթե Արմենը լիներ, պիտի ասեին Արմենի Աստված։ Եթե մի ուրիշը տենց պիտի ասեին։ Հիմա մենք ենք իրար տուն գնացել։ Ես հիմա շատ քիչ եմ հանդիպում ու տենց երևույթ անգամ եկեղեցի։ Եկեղեցու երեխեք հիվանդանում են, վերցում են, հայերեն ասած, ափալ-թափալ ուղիղ հիվանդանոց։ Մեկը չի ասում, որ թրփերեք, պապոտ ենք ես երեխոման, ինչ հետ մենք հենց անմիջապես հիվանդանոց։ Իմ կարծիքով եկեղեցին մի վայր է, որտեղ հիվանդները բժշկություն են գտնում։ Եկեղեցին մի վայր է, որտեղ Աստծո գավազանը գործում է, Աստծո իշխանությունը գործում է, եւ այդ իշխանությունը մեր միջոցով էլի գործելու, խո Աստված ուրիշ տեղից մարդ չի բերելու։ Ով կուզենա օրինակ, որ ինքը ձեռք դնի եւ հիվանդներ բժշկվեն։ Ուզում ենք ինչի չենք ուզում օրինակ։ Աստված մեզ ասել է ձեռք դրեք եւ հիվանդներ բժշկվեն, բայց երբեք չի ասել, եթե կանի Վարդանուշը կանի, մենակ մեկ էլ Քնքուշը կանի ու մնացածները չասած ասել է գնացեք ձեռք դրեք հիվանդներ պիտի բժշկվեն։ Էսի քո գավազանն է, քանի չի ծաղկել քո գավազանը։ Դու ոնց որ թե կասկածում ես որ չգիտեմ որ թվից սկսվա որ դրսի մարդիկ եկան, ես առաջի անգամ որ գալիս էին, անկեղծ ասած իմ դուրը շատ չի եկել որ դրսի մարդիկ մեկ-մեկ եկել են ու մեր վրա մատ են թափտվել։ Հենց այդպես չի ֆիզիկական մատ թափտալ չի, այսինքն իրանք իբր այդպես մեկ քրիստոնյա է, որ այս չարքաշ ժողովրդի վրա մատ են թափտալ, զյան իրանք չեմ մոնում ինչ են էլի։ Ուրեմն մեկ եկել էր այդպես ասում մարդկանցից, ես ընդունում եմ որ ասում մարդ են, բայց ուրեմն աղոթում էր ժողովրդի համար, դու տենում ես ոչ մի բան չի լինի։ Հնում գցում են։ Իմ դուրը շատ չեկավ։ Մոտեցա իրան ասում ախտեր չեմ։ Ստեղ տենց մի արա։ Ես չեմ բացառում, որ մարդիկ կընկնեն, ներողություն, ես կարծում եմ ձեր եկեղեցիներն են մարդիկ էլի կընկնեն, բայց օգնես մարդին հետո սկսես ընկնել որ ինչ է, ես չեմ կարող հասկանալ։ Ես ինքս ընկել եմ, բայց գիտեք մինչև ընկնել եմ ինչ որոշում եմ ունեցել, ասել եմ ով ուզում աղոթ, ես չեմ ընկնել։ Սևանում եկել է Դեվիդ Թեյլոր, ինչ դες մեկն եկել է։ Աղոթում են ես, մեկ էլ մեր մոտից մի եղբայր ունեմ, ասում էր ես նստել եմ հետևորսկի դրա խոսքը լավ չլսեմ եք։ Խոսքը չկապ ունի։ Ես խոսքը կլսեմ, ես չեմ ընկնելու։ Ես մարդը, որ սկսեց աղոթել, ես մոտեցա, սենց բարձր բեմա այնտեղ, լադիկ ես մոտ։ Այդ բեմի այս բաները մի քիչ մեծոտ էին, սենց ես տակից բռնի, ասել դե թող աղոթ։
եղբայրն աղոթում են, ես զգում եմ, որ ոտերս գնում են, բայց հիշում եմ, որ ես ասել եմ չէ, մարդ եմ, չէ, հայ եմ, մեկի չէ։ Հետո այդ պահին մեր շրխկոց լսա, շուր եկա տենամ այդ մեր եղբայրը, որ ասել եմ, ինքը չէր եմ ոտի կանգն է, աթորը հետ ընգել էր ես։ Ես էլ ընգար ժողովուրդ ջան, չկարացում խոսքս պահեմ, իմ խոսքս չպահեցի։ Ես այդ մարդը սիրեցի շատ, որտոր երբեք չնկատեցի, որ ինքը գոնե մեկին հրեր։ Մեր եկեղեցի եկած մարդը, որ հրելով չհաջողվեց, ասեց ուզում եմ քո մար աղոթեմ, ո՞չ աղոթի։ Ով էլ իմ մար ուզի աղոթես, որ բոլոր դու ձրեք իմ մար աղոթեք, իմ ոգուտն ինչի չեմ ուզի որ։ Ասի աղոթի։ Աչքերը գոցեցի աշկերս, հետո զգացի, որ փչում եմ։ Այդ փչելու հետ ակինը թքեց։ Ոչ մեր բաները մենք հոգևոր մարդ ենք, մենք զգում ենք, չէ՞։ Երբ որ դու հոգևոր ազդեցություն ես զգում, ինչ-որ բան տեղի ունենում, կամ լացը քալիս է, չեմ իմանում, ինչ-որ բան ամեն մարդ ինքը կիմանա իր ներքնաշխարհում ինչ է տեղ ունենում։ Իմ էլ ոչ մի բան էլ տեղի չունեցա, ոչ էլ ընկա, հետո մեր անոյի հետ գնացինք մի քույրիկի այցելության, որ բևայրիկին էր, ասի Արտիջան, ուզում եմ աղոթեմ քո համար, մոտից Արտիկն ընկա, չորեմ ծերուս ես որ մենա որ չեմ աղոթում ընկա, էդ ոչ փչելով է, ոչ ուժով է, այլ ասում ծաղոթում, այ հենց էդի ես ուզում եմ որ ձեր մեջ եմ, հենց էդի էլավ ձեր մեջ, եթե Արմենը հանգարց աշունը նորից ուզի հրավիրի բան, դնում ես նստարանները լեփ լեցուն է, հավատացեք ձեր չափ կուրախանա, շատ կուրախանա, որտեղ այս ազգը վատի մասլով չեմ ասում, այս լավ ազգը երկության կարիք ունի, ինչի չեն ընդունում չեն իմանում, ես շատ բարեկամներ ունեմ, բայց չեն ապաշխարում։ Որոշներն ապաշխարում են, մենք 7 աղբորիցս 4 ապաշխարում ենք, քուրս ապաշխարում է, իրանց ընտանիքներն ապաշխարում են որոշներին է։ Իմ նոր ժամանակ ես ավելի շատ եմ վկայել, քան հիմա։ Այսինքն այդ ժամանակում իմ վկայել եմ մի քիչ էլ բաներ։ Ոչինչ ես ասեմ մի հատ էլ իմ լացի ծաղիկ թող ամոթանք զգան։ Մեկը Հիսուսին բան ասեր, խեղդ էի։ Իմ հարևաններից մեկը Հիսուսին հայոց։ Հիսուսը, փառք քեզ, որ այդ մարդը չմեռավ։ Հիմա պատկերացնում եք էդի մեռնել ու ես էլ քրիստոնյա էի։ Չմեռավ, լավ է, լավ, բայց չապաշխարեց այդ մարդը։ Ես իմ բարեկամներին երբեմն ստիպել եմ, չեմ անում, շատ տարբեր բաներ կա, շատ տարբեր կետներով, մենք էլ համոզում ենք, մենք էլ սուտել ենք ասում սրանց հետ, էլի որ մենակ թե ապաշխարեն, չի լում, ժողովուրդ մինչև Հիսուսը չձգի, չեն ապաշխարում։ Կամ էլ մեր կյանքը պիտի տենա։ Մի աղբերս մեր ավանդական հին եկեղեցում հա, որ արգելել էին հորս, որ տելևիզոր նայի։ Այդ խեղճ մարդը ինչ նայի, բա ինչ անի։ Նստում է հետը կամ մեկը պիտի զբաղվող բլնի, որ ես ասեմ իր հետ նարդիոն խաղում պիտի ծաղեք, վերես թե չեք ծաղի։ Չեք, հակ տիրոջ։ Բայց այդ մարդի խավարում առանձի քաշեն տվեքի դեպում, 80-ականների։ Այս մարդուն չեն թողում տելևիզոր նայի։ Երբ որ ես իրան մեր տուն բերի, ինքը որ հիվանդանում է, բերում ենք մենք ենք պահում իրան։ Բայց ինքը մեր տուն մի շաբաթից ավել չի մնում։ Ասում եմ, մեր տան պատերին կարոտել եմ։ Դուք էլ եք կարոտում ձեր տան պատերին։ Ձեր եկեղեցու պատերին էլ եք կարոտում, ես էլ եմ կարոտում։ Ես որ հանգարց մի ամիս դուրս եմ գալիս, եթե միտեղ, ես ընդեղ մինչև իմ գալը երազում եկեղեցին էլ եմ տնում, ժողովրդին էլ եմ տնում, մանավանդ տատիներին։
Մեր տատիները, մեր եկեղեցիների համն են, հոտն են։ Երիտասարդներ ջան, ներողություն, տեսեք մի ագրեսիվ նայեք, դու կդառնաք այդ տարիքի, դու կդառնաք համոհոտ, բայց այդ տատիներին ասված մեկ քիչ ոնց որ իշխանություն եւ իրավունք հատվում է, որ դերատիներին խրատեն, տնաշեն լինելու համար եւ շատերն անում են։ Մեկ-մեկ էլ նեղացնում են, ոչինչ, գալիս են ու սենց նեղություններից մենք ուզում ենք բեռնենք, մեր կյանքը դառնում է անապատ, ջուր չկա։ Ու դու գավազան ունես ու ջուր չունես, բայց ինչի համար է քո գավազանը, որ ջուր չունես։ Եսայի 35 առաջի համարը Անապատն ու չոր երկիրը կուրախանա և կցնծա ամային և կծաղկի Շուշանի պես։ Երբ որ անապատ է երկիրը, վիզար և զորության գավազան ծաղկեցնողին ասա, որ գա անապատիտ մեջ, գա քո երկրիտ մեջ։ Ես չեմ իմանում, երբ կա հափշտակությունը, եթե մեկ ընձի հուշի շատ ուրախանա։ Չեք իմանում։ Ես չեմ եկել ձեզ ասեմ, երբ հափշտակություն, ես էլ չեմ անում։ Բայց իրականության մեջ մենք ոնց որ թե զորավոր մի բանի, որը սպասում ենք, այդ պետք է լինի։ Այդ շուտով ոնց որ պիտի լինի։ Ես օրինակ համարում եմ, որ ես հափշտակության մասնակից եմ լինելու։ Որ դու էլ ուզեք, ուզեն ինքը փող չարժի։ Դու չի չես ուզում, որ հափշտակությանը մասնակից ես։ Ով է ուզում հափշտակվի։ Ամերտ ուզեք, գիտեք, կամենալն էլ, երբեմն մարդկանց չեն կամենում մի բան։ Ամերտ կամենալը խո փող չարժի, կամեցեք, որ դուք գոնե ձեր հիմար, ուրիշ հիմար չի։ Ձեր կեսուրների հիմար չի այդ հափշտակությունը, որ չուզել եք, որ ձեր համար ասել եք ասել։ Տասերկրորդ Սաղմոսի առաջի համարում ինչ ասում Տերը։ Փնկիր Տեր, որտեղ սուրբերը պակասեցան, որտեղ հավատացյալները քչացան մարդկանց որդիների միջից։ Ով կուզենա, որ Հայաստանից հետո ուրիշ տեղ ա։ Մի ձեր բարձրացեք։ Չկա։ Առիթ չունեք, հնարավորություն չունեք, կեթակ, շատերը կեթակ։ Ես չեմ ուզում այդ հնժողոր։ Աստծու առաջ եմ ասում եմ ձեր, ես տղավոր եմ Իսպանիայում ապրում 10 քանի տարի է, տարին 15 անգամ գոնե մեր կյանքն ուտում է, տենց հայերեն եմ խոսում։ Ոչինչ, մեկ բաներ կան դեղ ջնջեք եք։ Հա։ Բայց ես չեմ եթում։ Ես չեմ ուզում եթում։ Մենք մի առիթ ունեցանք, քաղաքապետարանին մեր ողջ անձնակազմով հրավիրեցինք, քաղաքի կենտրոնում մեծ կլուբ ունենք։ Այդտեղ քաղաքապետին ասի 10 րոպե դու խոսք ունես, ինչ ուզում ես խոսա։ 10 րոպե ես, ասես չի ախպեր ջան, իմ 10 րոպեն էլ քեզ, ինչ ուզում ես ասա։ Տիրոջը, դու ուզում եք, որ մենք մեր իշխանությունը գործացենք, մեր կացա, մեմից, ասի սիրելի քաղաքապետ, և դուք բոլորդ, որ լսում եք, այս քաղաքը ձեր քաղաքը չի, եթե մեր քաղաքն է։ Իրա փոշմանելն եկավ երևի, որ ընձեր խոսքը տվե, իրա 10 րոպեներ, ասի դու ուզեք, թե չուզեք, այդ քաղաքը մերն է, մենք այս քաղաքի ամեն վատը ուզում ենք փոխենք լավի, դեպքում պայծառացա, ու մենք փոխեցինք, ինչի տենց լողություն տիրեց,
Դուք էլ Երևանն եք փոխում, ինչ-որ մաս եք փոխում։ Ներողություն, որ ասում եմ քաղաք։ Արարատի գյուղը Երևանը մի քիչ մեծ գյուղ է, լավ։ Ոչ ոք չվիրավորվեց։ Քույրիկ ունենք, Երևանից գալիս են մեր եղբայրը, բարեկամ ուներ, գալիս էր, մի օր եկել էր, վրուր էր անում մեր եղբայր, ասի վրուր, Երևանը չէ ոչինչ գյուղ է։ Քույրիկը երջացավ, հետո մի քիչ անցավ, ոչ մի ռեակցիա խոսքով, մի քիչ անցավ, ասի վրուր, իսկապես լավ գյուղ է, այլի տեղին գյուղ է, մի քիչ Երևանը գյուղ չի։ Ասի քրո, ճիշտ նշանակ է դիրել, գյուղ է, բա ինչ է։ Լավ, եթե դուք Երևանում եք ծնվել, սիրելի ժողովուրդ, ձեր պապան ծնվելը չգիտեմ, Շամշադինում, մեկինը չգիտեմ որտեղ, լավ, այսօր Երևանը փառք Տիրոջը մեր մայրաքաղաքի համար, բայց Երևանը փոխվելու կարիք ունի։ Ու այդ փոխողները մենք ենք, ու այն դեպքում, որ մենք ուր եք հո գավազանը սիրելիս։ Մեր գավազանները մենք կորցնում ենք, կամ օտար բաներյամ ենք օգտագործում ու չի փոխվում Երևանը, չի փոխվում Արարատը։ Արարատը մենք փոխեցինք, ասեմ ինչ կերպ փոխեցինք։ Մենք շատ ենք չարչարվել, մենք փողոցի փոխ, հիմա մեր երեխեքը կպել են, չգիտեմ, ցանկացած հովիվ կուզենա էլի, որ իր բյուջեից մեր բան մնայելի մեր հյուր կգա, մեր չեմ իմանում ինչ, նրանք ես էտենց եմ։ Հիմա մարտի 8-ին ինչ են արել մեր երեխեքը, կոնֆետ են արել, կլոր շոկոլադներ, ես չեմ էլի որում ինչ են անում։ Սրանցից վարդ են սարքում, ինչ են սարքում ու պետք է հելնեն Արարատ հիվանդանոց, քաղաքապետարան, ու բոլորին բաժանեն այդ մի հատ կոնֆետ ու իր թղթերով, մղթերով, այնց մեկ ինչ բան են սիրուն սարքում են ու պիտի բաժանեն, իմիջայլոց ձեզ եմ շնորհավորում, ձեր գալիք տոնը սիրելի քույրեր չեն։ Հետո կեթայիք ասեք այդ տոյն անշնորհ մարդը չեն, 4 օրի տոնը մի հատ չասեց այդպես։ Ու մենք էդի եկեղեցուն չենք անում, դրսում, բոլորի համար, մեր քաղաքի բոլոր կանանց համար։ Բայց առաջի բանը, որ մենք արեցինք, հետո կարող օրինակ ես էլի պատմած լինեմ ստեղ, ոչինչ, ներող կտնեք։ 65-ս լրացել է, ուրեմն ինչ արեցինք մենք, որոշեցինք մեր քաղաքի բոլոր հավաքարարներին, կանչենք եկեղեցի պատիվ տանք, նվերներով, ամեն ինչով, հաշվարկ արինք ասենք դեր փոքր գյուղ է էլի։ Դուք չեք կարող, ես մի թաղամասում էր, որում զրեղ կանեք։ Ասինք դեպ մեր 60 հավաքարար կլներ են։ Հետո քաղաքապետարանի ցուցակցինք պարզվավ 120 հավաքարար կա։ 60-ի համար հեշտ է, 120-ի համար 50 ժամ դժվարացանք, բայց վստահ, էլ իրանց համար համեր, իրանց համար նվեր և էդի հասավ մարզպետարան։ Եվ մարզպետարան ասեց սրանք կամ վտանգավոր ժողովուրդ են, կամ էլ սրանք կարգին մարդ են։ Մեր քաղաքում մեր գյուղում ներողություն։ Գյուղում մի հատ փողոց կա, երկաթգծի կողքով է գնում, ով ինչ զիբիլ, որտեղ չի կարող են այդտեղ թափում են։ Եվ քաղաքապետարանը, որ շաբաթօրյակ ունի, Երևան եք ունենա։ Այդ փողոցը տվին մեզի։ Ոչ ոք չի մաքրի այդ փողոցը, ում հանձնարարել են մենք դրոշներով ֆորմեք հականք ու հելանք, ուրեմն մինչև մեր քաղաքապետարանի դիմով, որ գնացել են մինչև այդ փողոցը հասանք, սրանք խավար են տալիս, այն որ դուք ասում եք լավ կամ վատ ժողովուրդ, սրանք հելել են մի բան անելու են։ Այդ փողոցն այսօր շատ սիրուն փողոց է, ամենամաքուր փողոցն է ուզել։ Եվ երբ որ հանկարծ շաբաթօրյակ անում, քաղաքապետարանը զանգում են, ծնված ձեր շաբաթօրյակի փողոցը գիտեք, ասում այո, անգիր գիտեմ։ Ուզում եք ծառայել դնենք։ Վերջապես հավաքարարները մի դասակարգ են, որոնց օր չկա։ Ինչի է դասատուի օր կա, տրակտորիստի օր կա, լյոջիկի օր, ինչ օր, ինչի համար ասեք կա։ Հավաքարարների օր չկա։ Էլ հավաքարարների ուրախությունը, որ դուք տենաք, չում անեմ, այդ տեսակայությունից մենք ունենք, չունենք, հաստատ ուրախանաք։ Դասատուները, թողներ են դասատուները։ Լավ է, որ դասատուի օր կա, բայց դասատուի օր անգամ որ չլինի, իրանք հարգված դասակարգ են։ Հավաքարարը չհարգված դասակարգ է։ Եվ այդ հավաքարարները մինչև այսօր շաբաթօրերում են եկեղեցի են գալիս։
Կիրակի օրերը պաշտամունքի են գալիս։ Ինչի, որտեղ ես չեմ ասում ենք ամենալավ բաներն արել ենք, մենք ինքան բան կա, որ պիտի անենք, շատ բան կա պիտի անենք։ Մենք երբեմն, գիտեք, մի մոզին, մի նախրի անուն ավիրում, մի քիչ գյուղական օրինակներ, որ բերում եմ շատ ներող եղեք, բայց իրականության մեջ տենց է, մի հատ վատ օրինակ է, շատ տարիներ հազիվ մոռացվում է, բայց լավ օրինակները շուշուտ տարածվում է, լավ օրինակներ շուշուտ կարելի է անել։ Վատ օրինակները մենք ուզենք չուզենք լինելու է, ես օրինակիս համար մի հատ ներողություն եմ խնդրում եւ ասեմ, որ հավատացյալները քիչացան, ասեցի քիչանում են, ես գնում են, ես երկրից գնում են, լավ չի որ գնում են, բայց մի օր ինձի քաղաքապետարան կանչեցին եւ մենք մոտ 12 տարի մեր քաղաքի իշխանությունների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, շատ լավ։ Թող քաղաքապետը մի հատ ցուցակ է գրել, հին կոմունիստ է, հին։ Միշտ մի բան գտնում է, ուզում է գտնի էլի, որ մեզի վերջը։ Ասում եմ, լսել եմ եք քաղաքում իշխանման եք ով կա գալիս են ձեր եկեղեցի, արդյոք ճիշտ է, թող բանով։ Ասին երկխոշում է։ Ձեր քաղաքում, որ ասում ես մեր քաղաքում, քանի ման եք ով կա։ Այդ է շատ եմ անում, ինչ գիտես, որ մեր մոտ է գա։ Նա ասում է 100 կար, այդ տվա ինչ 100։ Ասին արդյոք ենք 100։ 10-ը գալիս են մեր մոտ, մենք խրատել ենք տանկնիկ են դարձել։ Այն 90-ի մասին դու ինչ ես մտածում, քաղաքապետը դելից է դա ծախվարեց, ասեց կերար եմ Գերխոշուկյան։ Եվ ասում լավ, այդ 10-ը նորմալ են, այդ 90-ին դուք ուղարկեք մեր եկեղեցի։ Տանկնիկ դարձնենք, որ քեֆը գա։ Այսինքն այդ մարդիկ էլ գիտեն, որ մենք իսկապես մենք մի հանրակացարան ունենք, շատ հայերեն ասած զնավենիքի հանրակացարան, անմարդ կնանիքի հանրակացարան։ Մենք մի օր նշան գրեցինք այդ հանրակացարանի վրա և գնացինք, շատ էլ հեշտ չի տեսնել այդ ծառայել։ Մանավանդ այդ հետեղ կնանիք եթում են իր մարդը իմանում է, հավատացել էլ չի խնդիր։ Բայց մենք գնացինք մուտք գործեցինք այդ հանրակացարան, Գոն այդ հանրակացարանը կիսով չափ անունը վերականգնվեց։ Կիսով չափ։ Բայց մենակ հանրակացարանը չի։ Հիմա եթե Երևանի քաղաքապետը բոլոր եկեղեցիներին հանձնարարի, ասի այտենց մարդիկ հայտնաբերեք, մենք չէ իրանք են հայտնաբերում, մենք հայտնաբերող չենք։ Գուցե ինչ-որ առումով հայտնաբերող ենք, բայց մենք խրատով ենք, դասիրակով ենք։ Մինչև որ մեր խրատը դասիրակությունը տեղը հասնի ինքը հասկանա, սաստողել ենք, հանդիմանողել ենք, որպեսզի ասում մարդիկ օգտակար լինեն պիտանի բոլոր բարի գործերի համար եւ եկեղեցու դերը էս է։ Սիրելի ժողովուրդ, մի հատ համարել եմ ասում եւ կուզեմ աղոթենք միասին։ Հոբի 38-րդ գլուխ 2-րդ համարն է, եթե չեմ սխալվում, այդ 38 գլուխ հոբի ընկերները էլ ինչ հոբին ասի, չէ, հիշում եք։ Երբեմն հոբեն, ես արդարում չեմ անում ինչ, մինչև որ Տերն ասեց, հոբ, հլը մեկ հոտիտ կապիր տղա մարդու պես, որ ես քեզ հարց եմ տալիս դու ինձ պատասխանի։ Ես ուզում եմ, որ այդ խոսքը մեր բոլորիս համար այսօր արդիական լինի եւ ասեք, հլը գոտիներդ կապեք, ու տեսեք Տերն ինչ ասում ձեզ։ Ես ավելին չեմ կարող ասեմ, քան որ Տերն ասում։ Ինչ որ ասում ես գրքում է։ Ինչ որ ասում ես գրքի մեջ կա, կապեք գոտիներդ, հիմա շատերը կասեն հոբ կինչ էր, ես ասում եմ չէ, մեր ազգի մեջ տղամարդ կանայք շատ ավելի կան այսօր, քան գուցե այն դարում ոչ հայերի մեջ, մեր ազգի մեջ տղամարդ կանայք միշտ ելել են, և այսօր էլ կան, այսինքն տղամարդ կանայք ես չեմ ասում, որ իրանք այդ հնկնիկ առնեն, այդ չի ասացիս իմաստ, տղամարդ կանայք ով Աստծո խոսքը վերցրած, գավազանը ձեռքին ու կարողանում են իրանց հետևից մարդիկ տանել։ Չէ որ էսի կանայք երբեմն էսի արել են, մեր ազգի մեջ նման երևույթներ տեղի են ունեցել։ Ես ինչի այսօր չկա, որ ինչի չպետք է լինի, որ էսի։
Ինչի մենք այսօր չգտնենք, չվերագտնենք մեր գավազանները եւ իշխանությամբ այն որ Աստված տվել է հենց այդպես գործածենք։ Ով ամեն կասի։ Ամեն։ Ձեր ամենը ձեր դուրն չէ։ Ինչի մենք չպետք է գործածենք այն, որ մեզ Աստված տվել է։ Ամեն։ Ջան, այ մենք ոչինչ չնայել այդպես ոնց որ Աստված մեր ազգին յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերում։ Բոլոր ժամանակներում եւ հիմա։ Հիմա ոչ, ձեզ շատ հաճախ նեղացված կներեմ, բայց միլիոն ու կեսը, բա չեմ ոնում ինչ, բա չեմ իմանում ինչ։ Բա որ մենք կանք։ Բա որ մենք կանք։ Ու ազգեր կան, որոնց մասին այս գիրքը գրել է ու ինչ երկիր ու թիվ են ունեցող այսօր չկան, բնավ չկան։ Մենք կանք։ Լինելու ենք, փրկելու ենք մեր ազգը, փրկելու ենք մեր շրջապատի ազգերը, մենք այդ միլիոնի կեսի մուրը հանելու ենք 3 միլիոն թուրք պիտի ապաշխարեն։ Մուրը սենց են հանում։ Եթե ուզում եք մուր հանեք, այդենց հանեք։ Միատ էլ օրինակ պատմեմ աղոթքից առաջ, մենք այդ վերջերս նորից մի հատ չեմ իմանում ինչ, հանկարծ եղբայրներով հավաքում ենք, մենք ամեն օր հավաքում ենք եղբայրներով։ Ով որ ուզենա ձուկ ուտի, թող մեկ ամեն օր։ Զանգ ասում, մենք ձուկ ենք ուտում, եղբայրներով հավաքում ենք, ձուկ ազնիվ կերակուրա։ Հիսուսը սիրել է, մենք էլ ենք սիրում։ Որոշեցինք Երասխավանը որպես սահմանամերձ գյուղ, զարմանալի արդյունություն կա այդ գյուղում, կանայք ապաշխարում են իրենց մարդիկ չէ։ Ինչ անենք, ասենք ես մարդկանց հրավիրենք, ձուկ ուտենք և հրավիրեցինք իրենց։ Մեր կարծիքով, այդպես եղբայրով գցինք, բռնինք, դեպ 20 հոգի կնեն։ 33 եղբայր եկան, ես ասում եմ եղբայր, որտեղ մենք ընդեղ իրենց բոլորին լասինք եղբայր, ու որոշեցինք եսի դառնա տենց սիստեմատիկ, ոչ թե ամեն օր։ Ու իրենց հետ հանդիպենք, մի անգամ այդ մարդիկ, որ եկան, դա չի նշանակում, որ եկան ու հաստատվան եկեղեցու։ Իրենց հետ որոշեցինք, որ մենք աշխատենք, որտեղ շատ կզարմանանք, մենք Երասխավանում պաշտամունք ունենք, դուռը բացում ենք, որ ներս մտնենք, կամ տնեցին դուռը բացում է, որ դուրս գա, ուղիղ նայում է թուրք սահմանապահին, սարի վրա թուրքը զինվորները կանգնած, իրանց դուռը նայում է ճիշտ իրանց այդ դիրքին, դիրքա, զոտա, ինչա, վերջին, սարի գլխին քորած բաներ։ Եվ այդ գյուղում ապաշխարում են մարդիկ։ Էն էլ ոնց են ապաշխարում։ Ոմանք այդ եղբայրներից որոշել են, որ այս տարի չէ Ռուսաստան։ Մնա, Աստված իրանց գործ կտա։ Արտիրոջ Աստված մեր ռայոնում ոնց որ թե ինչ-որ գործ տալիս այդ Հայաստանը ամենամեծ ջրամբարը շուտով պիտի սկսեն կառուցել, գուցե տեղ կաշխատեն կամ չեմ անում, որտեղ կաշխատեն։ Եվ ամփոփենք ես, սիրելիներ, երբեք մի ուզեցեք մեռնել, երբեք մի մտածեք, որ դուք անապատ եք դարձել, երբեք մի մտածեք, որ ապառաժ եք դարձել, ու երբեք մի մտածեք, որ ջուր չունեք։ Այլ ջուրը ձեր ձեռքն է, գավազանը ձեր ձեռքն է, օգտագործեք այնպես ինչպես Աստված ասում եւ Աստված ջուր կտա ձեզ։ Ձեր այգիները կոռոքվի, ձեր երկիրը կոռոքվի։ Հիմա ինչքան մեկ բաներ կա, որ մարդը այնքան նեղվածությունից էլ մեռնել է ուզում, էլ չգիտեմ ինչ ուր փախնել է ուզում, բայց Աստված գալիս է ու ոնց ենք մենք մնացածը դու ասեք։ Դզմոր։ Արմեք աղոքին։ Իհարկե, այն ինչ որ ես ասեցի ու ձեր դուրը չեկավ, որից ասում ներողություն, բայց որևէ դիտավորություն ես չունեմ, ուղղակի ես շատ եմ ուզում, որ Հայաստանում եկեղեցիները բոլորը լինեն զորավոր։ Ոնց որ առաջի դարձել։ Եկեղեցիները շրջապատում անի են ամենը ինչ որ արվել է իրավարում։ Հայ մենք օժտում ենք քեզ։ Մեծարում ենք քեզ Տեր։ Եվ աղոթում եմ, որ եկեղեցին այս Աստվածին քո համար դառնա մի զորավոր մարմին,
գործող, բժշկող, որ երբեք որևէ անհատ կամ ընդհանուր եկեղեցու անապատ չտիրի, ապառաշ չդառնա որևէ մեկը կամ ընդհանուր եկեղեցի։ Այլ քո գավազանը, որ դու Եգիպտոսից դուրս գալուց ուզեցար, որ ամեն անհատ իր ձեռքին ունենա գավազանը, թող ամենքի ձեռքին այդ գավազանը ծաղկի Աստված, Հիսուս որդու տանունով, և դարձնես այս եկեղեցին գրավող, լվաճող, բժշկող, զորացնող, խեղճ ու տկարին ձեռք մեկնող, սովածին հաց տվող, մերքին հացնող, Հիսուս որդու տանունով, և թող իսկապես այս եկեղեցին դառնա այնպիսի եկեղեցի, որին նայեն և ասեն իսկապես Աստված այս եկեղեցի մեջ է։ Շնորհակալ եմ, որդիալի եղանիդ, որդիալի